Թե երեխաները որքան ժամանակ կմնան պաշտպանության կենտրոնում դեռևս հայտնի չէ։ Մենք ի սկզբանե չենք որոշում ժամանակը, այլ բան է, որ միջինը գիտենք մոտորապես որքան է տևում։ Մեր կանխատեսումներով, անշուշտ միշտ դժվար է իմանալ, թե ուր կգնան զարգացումները, բայց մեր կանխատեսումներով ճիշտ կլինի, որ մի 6 ամիս ինտենսիվ աշխատանք տարվի այդ երեխաների հետ, հետո կհասկանանք, պետք է շարունակել, թե արդեն կարիք չի լինի։ Իրավիճակը գնահատելով վերջնական որոշումը պիտի կայացնի Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը։ Հենց այդ հանձնաժողովի նիստում էլ երեկ որոշվել էր երեխաներին անհապաղ տեղափոխել պաշտպանության կենտրոն։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանի խոսքով մայրը դեմ չի եղել երեխաների տեղափոխմանը, ավելին նա է Երևան ուղեկցել։ Տեսնենք մի հատ ինչ ալնում իրավիճակը ոնց է լինում երեխաների այդ վերադարձնելու խնդիրը արդեն մենք տեսնենք երբ Վիճակը մոր վիճակը նկատի ունեք։ Դա մոր վիճակը, քիչության վիճակը, իմի նախաքննություն ընթանում, չգիտենք էլ ինչ ընթաց կլինի։ Միանշանակ երեխեքին բերելու են մոր մոտ։ Միրա Անտոնյանն էլ ասում է կենտրոնում առաջնային ու հիմնական օգնություն ստանալուց հետո երեխաները կարող են խնամատարներ ունենալ, այսինքն ցանկացողները նրանց կարող են ժամանակավոր խնամքի տակ վերցնել։ Ով